Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, շատ հետաքրքիր քննարկում է, ես փորձեմ հնչած հարցերին անդրադառնալ, նախ մեր գործընկերների հարցերից սկսեմ, որ ասում եք, խոսել եք տնտեսվարողների հետ, բնականաբար շատ են քննարկել, անգամ դուք կհիշեք, մենք 29,000 դրամ երբ որ տուրք սահմանեցինք, դա անցած նստաշրջանի ընթացքում էր, եւ այդ ժամանակ հանդիպել ենք թե տնտեսվարող, թե արտադրողներին, թե ներկրողներին, բոլորի հետ էլ խոսել ենք, ընդ որում 29,000 դրամ տուրք սահմանելու ժամանակ այս նույն մտահոգությունները կային, որ կարող է սա բերի գնի թանկացման, կարող է սա բերի ներմուծման սահմանափակման, բայց այս վերջի 3-4 ամիսների դինամիկան ցույց է տվել, որ ոչ գինն է թանկացել, իսկ քանակներն էլ հակառակը, ներկրման ծավալները ավելացել են։ Երկրորդ կարևոր հանգամանքը, որ պարոն Եղոյանն էր կարծեմ հարցնում, որ մենք արդյոք ստուգել ենք այդ տվյալները, բնականաբար, եթե այդպես չլինի, մենք ոչ մի որոշում չենք կարող կայացնել ու այդ տիպի հարցերի հանդեպ միշտ ուշադիր ենք։ Երրորդ, քանի ընկերության է սա վերաբերում, այստեղ հարց հնչեց, որ կարող է դրանով մենք ներմուծողների աշխատանքը վերացնենք, այսինքն իրենք մնան առանց գործ, ոչ, ներկրման ոլորտը սանից չի տուժի, այսինքն որոշումը այնքան բալանսավորված է, որ ոչ մեկը փակվի, ոչ մյուսը, այլ հավասարակշռված աշխատեն, բայց այս որոշումը չկայացնելու դեպքում մենք կարող ունենանք մի հատ իրավիճակ, երբ որ տեղական արտադրողները փակվեն եւ այդ դեպքում մենք ունենանք իրականում աշխատատեղերի կորուստ ու հետագայում նաեւ ներկրվող այդ ապրանքի գների աճ։ Հիմա քանի հոգու է սա վերաբերում, դա էլ ասեմ, այս պահին կա 3 արտադրող, անունները կարող եմ հիմա ասել, 4-րդը ընթացքի մեջ է, որ պիտի վերջնական արտադրանք տա, ամրան արտադրի, բայց խոսքը միայն այս 4 ընկերություններին կամ 3 ընկերություններին չի վերաբերում, խոսքը վերաբերում է նաև միջանկյալ արտադրանք արտադրող ընկերություններին, որոնք կիսաֆաբրիկատ են վաճառում այս վերջնական արտադրանք արտադրողներին եւ խոսքը վերաբերում է նաև մի քանի 100 փոքր ածներին, որոնք էլ իրենց հերթին մետաղի ջարդון են ապահովում թե վերջնական արտադրանք արտադրողների համար, թե պոլիֆաբրիկատ արտադրողների համար։ Այսինքն այս դեպքում մենք գործ ունենք մի քանի հազար մարդու հետ ու հարցը արդյոք արժի մենք հովանավորչական միջոցառում կիրառենք թե ոչ, ըստ էության մենք այդ հարցի պատասխանը հարգելի գործընկերներ օգոստոսին տվել ենք ազգային ժողովը կողմ է քվեարկել 29,000 դրամ տուրք սահմանելուն, դրանով արդեն իսկ ասել է, որ այո, պետք է այս պահին արտադրել տեղական արտադրողին, բայց մենք այն ժամանակ էլ մտածում ենք, որ միգուցե տուրքի չափը բավարար չլինի խնդիրը լուծելու համար եւ քանի որ ընթացքում տեղի ունեցան որոշ փոփոխություններ պայմանների, այդ թվում ԵԱՏՄ-ի մաքսատուրքերի այդ պայմանի վերացումը, իրանական փոխարժեքի նվազումը, այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել եւ ամենալավ տարբերակը չի բնականաբար այս տարբերակով հարցերը լուծել, բայց այս դեպքերում մենք իմ կարծիքով պիտի տեղական արտադրությունը անկախ նրանից ծավալները ինչքան են, պիտի փորձենք պաշտպանել։ Եվ ոնց որ բոլոր հարցերին անդրադարձա, եթե թվերի հետ մանրամասն հարցեր կա, մենք հանձնաժողովի նիստին մեր գործընկերներին կհրավիրենք, թող գան մասնակցեն, եթե թվերի հետ կապված ինչ-որ հարցեր կան, կպարզաբանեն։ Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն եւ բոլորիդ կոչ եմ անում կողմ քվեարկել։ Նաեւ վերջում մի հանգամանք էլ նշեմ, որ հարցը իրոք հրատապ է, անգամ տարբերակ էր քննարկվում, որ մենք այս որոշումը արտահերթ տարբերակով ընդունենք, բայց չարեցինք, բայց դրա փոխարեն առաջարկել ենք երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջինից հետո 24 ժամվա ընթացքում։ Եվ նաև մի ինֆորմացիա էլ ասեմ, օրինակ Վրաստանում կամ Ռուսաստանում, որտեղ կա ամրանների արտադրություն, ներկրվող ամրանների համար ոչ միայն տուրքագործում, այլև ընդհանրապես դա սահմանափակված է, արգելված է պատրաստի արտադրանք ներկրել Հայաստանի, ասում Հայաստանի, այդ երկրները, որոնց մասին խոսում էի։ Այնպես որ հարգելի գործընկերներ, կոչ եմ անում կողմ քվեարկել, եթե առաջարկներ կա, խնդրում եմ մինչև երկրորդ ընթերցում ներկայացնել։